Սիրելի հեռուստադիտողներ, այժմ Ազատություն TV-ի ստուդիայում հյուրընկալել ենք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Եվ պարոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրեսը արդեն, ինչպես լսեցինք, շուրջ 80 հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին եւ եւս 70-ը կներկայացնի, բայց ինչպես գիտեք, գլխավոր դատախազությունը այս պահին ունի հարուցված 52 քրեական գործ, բայց ընդամենը 2 անձի է մեղադրանք առաջադրվել։ Ինչու ձեր կարծիքով, ինչու չկան կոնկրետ անձինք։ Այդ հարցը դուք պիտի դատախազությանը տաք, մենք մեր գործն ենք անում, մենք անհերքելի ապացույցներ ենք ներկայացնում կատարված հանցագործության մասին, մենք կարծում ենք, որ սա շատ ծանր ու կեղտոտ հանցագործություն է, ժողովրդի դեմ կատարված, սա իրականում, ես արդեն ասել եմ մի անգամ, սա ազգապղծություն է, և մենք բոլորս պետք է նույնքան անհանդուրժողաբար վերաբերվենք այս հանցագործությանը, ինչքան, ասենք, վերաբերում ենք, չգիտեմ, մանկապղծությանը կամ ընտանեպղծությանը, որովհետև դա իսկապես ազգը փչացնելու մի բան է, գործընթաց է, որի համար բոլորը պետք է պատասխանատվություն կրեն։ Իրենք պետք է հասկանան, ցանկացած ընտրակեղծը պետք է հասկանա, որ ինքը ոչ թե փչացնում է միայն իր ազգը, դա միանգամից ազդում է իր ընտանիքի վրա, ինքը փչացնում է իր ընտանիքը, իր ընտանիքի երեխաների ապագան, բոլորիս ընտանիքների վրա է ազդում։ Իսկն այստեղ սա մի դաժան հանցագործություն է, ժողովրդի ձայնը փախցնելը, գողանալը դաժան հանցագործություն է, որի համար ներում չկա։ Եվ մենք դրա համար որևէ տարակուսանք չունենք, բոլոր այս ապացույցները, որ տրամադրվել են մեզ, մենք անմիջապես ուղարկում ենք դատախազություն։ Հիմա դատախազությունից պիտի հարցնեք, միգուցե դեռ ժամանակ է ինչ-որ պետք հետաքննության համար, որ կարողանան հիմնավորված մեղադրանքներ ներկայացնեն և դրանից հետո միգուցե լինեն նաև ձերբակալություններ։ Գիտեք, մենք ոչ մի բարի կամք չենք սպասում իշխանություններից, բայց մենք գիտենք, որ աղմուկը, հասարակական աղմուկը, հանրային այս պարսավանքի մթնոլորտը, միջազգային ճնշումները, նաև որոշ հայտարարություններ եղան այս ուղղությամբ, այս ամբողջը միասին, եթե մենք կռվենք, պահանջենք, սխմենք, ինչ որ արդյունքի կհասնենք։ Եվ սա ապագայի համար է արվում, որովհետև մեր նպատակն այն է, որ ընտրակեղծարարությունը դառնա պատժվող ամենակեղտոտ հանցագործություններից մեկը, այդպես ընկալվի հանրության, հասարակության, ինչու՞ չէ այդ իշխանությունների մեջ, և մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, և հետևողական ենք լինելու։ Իհարկե նրանք կփորձեն հովանու տակ վերցնեն այս հանցագործներին, իրենց օգնեն և այլն, մենք մինչև վերջ կանգնելու ենք, գնալու ենք, սրանից փախուստ չպիտի ունենա։ Դուք նաև փաստեր ներկայացրեցիք 5 ընտրատեղամասերում արձանագրությունների քաղվածքների կեղծման մասին, մասնավորապես ԱՅՈ-ի թիվը մեծացվել էր, ոչերի թիվը նվազեցրել էր։ Տիգրան Մուկուչյանը նախագահ մեծ զրույցում ասաց, որ չի բացառում, կարող է եւ հանցագործություն է տեղի ունեցել, որից հետո արդեն դատախազությունը քրեական գործ հարուցեց, բայց ելի կոնկրետ անձինք, այսինքն կոնկրետ անձանց դեռևս մեղադրանքներ չկան ներկայացված։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դուք դիմելով դատախազությանը, ուզում եմ մեջ բերել, ասել եք, թե փորձելու եք հետեւյալ մոտեցումը ցուցաբերել, իբր գործ ունենք շատ անաչառ պետական մարմնի հետ, անաչառ օրենքի պահպանության դիրքերին կանգնած դատախազության հետ, հիմա փորձենք այդ մոտեցումը։ Դեռևս շարունակում եք այդ մոտեցումը ցուցաբերել, ակնկալել ինչ-որ։ Հիմա չեմ էլ բացառում, որ տեխնիկապես դեռ քննությունը գնում է, մարդկանց պետք է հարցաքննեն, պետք է, չգիտեմ, ցուցմունքներ վերցնեն, առերեսումներ անեն։ Դա ես տեսականորեն եմ ասում, այսինքն տեխնիկապես չի կարելի բացառել, որ ինչ-որ ժամանակ պահանջվում է բոլոր այս գործողությունները քննչական կատարելու համար և նոր մեղադրանք առաջացնելու համար։ Այսինքն ես չեմ կարող հենց հիմա գնահատել դատախազության գործունեությունը այս առումով։ Ես կարծում եմ դեռ ժամանակ կա, մենք պետք է սպասենք և երբ որ արդեն անհերքելի ապացույցներ ունենանք, որ դատախազությունը
պարտակում է այս հանցագործությունները, մենք դրա մասին խոսենք։ Պարոն Զուրաբյան, կա հարուցված քրեական գործ, հնարավոր է, որ ոմանք պատասխանատվության ենթարկվեն, բայց միևնույն է կոնկրետ անգամ դրա տեղամասերում արդյունքները անվավեր չեն կարող ճանաչվել, այդպիսի մեխանիզմ չկա եւ այդ մասին նաեւ խոսել է նախագահ Տիգրան Մուկուչյանը, բայց անգամ եթե անվավեր ճանաչվեն այդ 5 ընտրատեղամասում, միևնույն է արդյունքների վրա չեն կարող ազդել, այդ մասին հայտարարում են նաեւ իշխող հանրապետականի ներկայացուցիչները։ Ձեզ մեղադրում են, որ դուք չկարողացաք 2000 ընտրատեղամասերում էլ տեղամասերից գոնե 1000-ից նման փաստեր ներկայացնել, որոնք կարող էին ի վերջո ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Այդ մասին նաև խոսում է Նիկոլը Փաշինյանը, այստեղ այս ստուդիայում նաև քննադատեց այդ հանգամանքը։ Դուք ընդունում եք այդ քննադատությունները, որ եթե իսկապես կարողանայիք գոնե 1000 ընտրատեղամասից ունենալ կոնկրետ փաստեր, կարող եք վիճարկել արդյունքները։ Նման մեղադրանքներ ներկայացնում է, ասենք, մի քաղաքական ուժ, որը 15 հոգի չի կարողացել ուղարկել, թեև այդ նպատակը ունեցել է տեղամասեր նայելու, այսինքն որ իրանից բան չի ներկայացնում մի քաղաքական ուժ ու անպագորգոր հայտարարություններ են անում, ոչ միայն ինքը, Շարմազանով ինչով է տարբերվում իրանից։ Շարմազանովն էլ ասում է նույն բանը, որ ինչ անենք, ձերոնք ծախվում են, չեք կարողանում պահել ժողովրդի ձայնը։ Իսկ Շարմազանովը գոնե հասկանում է, որ նման բան ասում է, ինքը ինքնախոստովանական ցուցմունք է տալիս։ Այսինքն, եթե մերոնք ծախվում են, եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր ծախվել են հանցագործին, չէ՞, ինչ որ մեկը, այսինքն այդ իրենց այդ բերել է հանցավոր համաձայնության եւ առել է, կաշառել է։ Այսինքն, ինչ որ մեկը դա արել է եւ արել է հանրակրվեի արդյունքը կեղծելու նպատակով։ Այսինքն Շարմազանովը ինքը հենց բացատրում է, որ այդ բան արվել։ Հիմա պարզվում է եւ ընդդիմության ճամբարից եւ իշխանության ճամբարից մեզ մեղադրում են նրա մեջ, որ մենք չենք կարողացել պահել ժողովրդի ձայնը, մինչդեռ մենք երևի միակ ուժն ենք, եթե չհաշվենք նաեւ որոշակի օգնություն ժառանգության կողմից, որ գնացել է եւ փորձել է այդ կրիմինալ շայկաների դեմ պայքարելով, նաեւ քաղաքացիական ակտիվիստների հետ դաշինքում ամեն ինչ անել, որ ժողովրդի ձայնը փրկեն։ Եվ 2000 ընտրատեղամասարից 700-ում մեր հաշվարկով ոչը հաղթել է, այսինքն այոն չի անցել, եթե որ տարածենք այդ հանրակրվեի հարցի դրման այդ կանոնները, ասենք, մի տեղամասի վրա, ուրեմն կտեսնեք, որ 700 տեղամասում մոտավորապես այոն ձախողվել է, որովհետև 700 տեղամասում կարողացել ենք քաղաքացիական ակտիվիստների հետ միասին պահել ձայնը։ Նույն հաշվարկները ցույց են տալիս, որ եթե եւս 350 ընտրատեղամասում մենք ունենայինք մարդ, որը կամ ընդհանրապես հանրություն ունենար մարդ, որը կարողանար ընտրակեղծարարների դեմ պայքարել, մենք հանրակրվեին կհաղթած դուրս կգայինք։ Այսինքն ժողովրդի ձայնը կպաշտպանվեր։ Հիմա հարցը դուք ունենայիք այդ 2000-ից 1000-ում գոնե կոնկրետ փաստեր, այսինքն արձանագրություններ կազմվեին հանձնաժողովում։ Նախ ես ավարտեմ իմ ասացի դրամաբանությունը։ Նախ հարց է ծագում, եթե մենք 700-ում կարողացել ենք պահել, եւ պետք էր ընդամենը 300-ում էլ կամ 350-ում էլ պահել, ինչն էր խանգարում անպագորգոր խոսացող ուժերին կամ այն մարդկանց, ովքեր, չգիտես, ամեն ինչով զբաղվեցին, բացի այդ օրը ժողովրդի ձայնը պաշտպանելուց, գնային եւ, ասենք, անեին նույն բանը, ինչ որ արեցին կոնգրեսի հարյուրավոր ակտիվիստները, այսինքն գնային մենակ պայքարեին 7-8 ընտրակեղծարարի դեմ եւ հասնեին հաղթանակի։ Սա ուրեմն նրանց կողմից դեմագոգիա է։ Իսկ որ ասում են չենք կարողացել կամ չգիտեմ Այսինքն չունեք այնքան բավարար փաստեր, որ կարողանայիք, այսինքն այն փուլում, երբ որ հնարավոր էր, վիճարկեիք արդյունքները, այսինքն 2000 տեղամասերի։ Աբսուրդ է, այսօր մենք ուրեմն հրապարակում ենք իդեպ ամբողջությամբ հավաքված փաստերի համադրությունը, ուրեմն հանրակրվեն անվավեր ճանաչելու հիմքերը, որը մենք խաղել ենք եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկված մեր դիմումից եւ սահմանական դատարան պատրաստված մեր բողոքից, ինչպես նաեւ նոր փաստեր։ Այդ ամբողջը մենք այսօր որպես փաստական, տեղեկատվական մի նյութ հրապարակում ենք, դուք էլ կստանաք դա,
Եվ այդտեղից արդեն պարզ կլինի, որ նրանք, ովքեր ասում են, որ մենք փաստեր չունենք կամ չենք հավաքել կամ չենք բերել ներկայացրել, նրանք ստում են բոլորը անխտիր, որովհետև իրականում հավաքված փաստերը, նրանց համադրությունը եւ վերլուծությունը ապացուցում են մաթեմատիկական ճշգրտությամբ, որ հանրակրվեն կեղծվել է, որ ժողովուրդը իրականում եկել է, ասել է ոչ, մոտ 600,000 մարդ եկել են ասել են ոչ, դրան հակադարձել են ընդամենը 200-250,000 մարդ ասելով այո, բայց ժողովրդին ներկայացրեն լրիվ գլխիվայր շուրջ տված արդյունքներ։ Հիմա այդ փաստերը այլևս չեն կարող անվավեր ճանաչելու հիմք չէ հանդիսանալ այս պահի այլևս ինչ եք որ մենք գնանք կենտրոնական ընտրական հանձնաժողովը զինված ջոկատով գրավենք եւ պարտադրենք այն որոշումը, որ մեզ պետք է անվավեր ճանաչելու մասին որոշումը։ Ժամանակին թող ներկայացնեին, քննեինք, այսինքն եւ եթե հնարավոր էր առանձին տեղամասերում գուցե եւ անվավեր ճանաչվեին այդ։ Ուրեմն Մուկուչյանը ամենամեծ դեմագոգիայով է զբաղված, որովհետեւ Մուկուչյանին մենք այդ փաստերը 4.5 ժամ ներկայացրել ենք, 4.5 ժամ, ընդ որում իրենք նաեւ դիմեցին կեղծիքի ստախոսության, ուղղակի երբ որ մենք ասացինք, որ մոտ չգիտեմ, մի 20 ժամ տեսաժապավեններով նյութ ունենք եւ դա ցանկանում ենք ներկայացնել, նրանք ասացին, որ տեխնիկական հնարավորություն չունեն։ Դա էլ է սուտ, որտեղ շատ լավ երևում էր, որ ունեն տեխնիկական հնարավորություն, ուղղակի չթողեցին դա անել։ Բայց դա մի կողմ։ Այսինքն մենք իրանց ներկայացրել ենք փաստարկներ, փաստեր, մեղադրանքներ, տեսանյութեր, ամեն ինչ ներկայացրել ենք, այդ մարդիկ լսել են 4.5 ժամ, հեռացել են, հետո հրապարակել են մի որոշում, որտեղ որևէ անդրադարձ չկա մեր մեղադրանքի հիմնական փաստարկներին, հիմնական ապացույցներին։ Ոչ մի անդրադարձ դրան չկա։ Հիմա հարց է ծագում, թե ինչ էին էլ մեզանից ուզում։ Ուզում նրա ասածը այն էր, որ դուք կարողանայիք այդ 2-3 օրերի ընթացքում, ինչպես որ օրենքն է պահանջում, անվավեր ճանաչելու կոնկրետ ընտրատեղամասերում, այսինքն այդ կոնկրետ ժամանակահատվածում ներկայացնեք այդ ապացույցները, նաև ընտրախախտումների Ինչ են կարել, ասում եմ, ես ձեզ հենց նոր ասացի, ես զարմանում եմ, որ դուք կրկնում եք այդ հարցը, որովհետև ես հենց ձեզ նոր բացատրեցի, որ 4.5 ժամ մենք նրան ներկայացրել ենք փաստեր, եւ այդ փաստերի հավաքականությունը բավարար էր արդեն հասկանալու համար, ինչ ծավալների ընտրակեղծարարությունը տեղի ունեցել եւ ընդունել անվավեր ճանաչելու մասին որոշումը։ Հիմա Մուկուչյանը նաեւ դեմագոգիայով զբաղված կապված վերահաշվարկների հետ, որովհետեւ մենք շատ դեպքերում դիմել ենք վերահաշվարկների, հետո պարզվել է, որ ուրեմն կեղծված վիճակահանությամբ հայտարարել են ընտրատարածքային ընտրատեղամասերում, որ մինչ այդ ուրեմն նաև հանրապետականներն են բերել տասնյակ վերահաշվարկի դիմումներ, հետո այդ վիճակահանությամբ այնպես էր ստացվում, որ շատ հազվագյուտ վերահաշվարկներ արվեցին մեր ուզած հայտերով եւ ստացվեց, որ դա էլ ըստ էության թույլ չտվեցին, որ վերահաշվարկներ արվեն, բայց ամենակարևոր խնդիրը կապված է նրա հետ, որ ստորագրություններն են կեղծված մատյաներում եւ մատյաներում այդ ստորագրությունները հանելու, բացելու միակ տարբերակը դա վերահաշվարկներն են, բայց նաեւ կա մի մեխանիզմ, որով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը իրավունք ունի ձեռք բերել ապացույցներ, այսինքն քանի որ օրենքը թույլ է տալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովին ձեռք բերել ապացույցներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ինքը իր նախաձեռնությամբ, ասենք, որոշակի մատյաններ հանել եւ ստուգել։ Եվ մենք իրանց առաջարկեցինք դա անել։ Մենք ասացինք, որ քանի որ ներկայացված փաստերը ապացուցում են ընտրակեղծարարությանը համատարած, համակարգված լինելու բնույթը ամբողջ Հայաստանով, մենք ինչ ենք առաջարկում։ Մենք ասում ենք, ընդամենը պատահական վիճակահանությամբ հանենք 5 տեղամաս, 5 տեղամասի մատյան ստուգենք։ Դուք կարող եք դա կանել, որպես կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դրանից իդեպ շատ ժամանակ չէր պահանջի, դա կարելի էր 2 ժամվա ընթացքում անել, զուգահեռ մի քանի թիմ դնել, որ այդ մատյանները ստուգեն բոլորի ներկայությամբ, այդ թվում նաև մամուլի, եւ մենք վստահ ենք, բայց իրանք էլ են վստահ,
որ կբացահայտվեր մի խայտառակ պատկեր, որ իրականում ամենտեղ կեղծված են, որ ասենք նույն այդ բաներում, մատյաններում ստորագրությունները կեղծված են, որտեղ մարդիկ դրել են իրենց ձեռով լրացրել են այդ ստորագրությունները, որ պատահական թվեր են լրացրել անձնագրերի համար, մենք վերահաշվարկի ժամանակ դա էլ բացահայտվեց, որ ասենք անձնագրային տվյալներ են լրացված, որտեղ ասենք հայկական անձնագրերից ավելի թվեր, ավելի, ասենք 7 թիվ է հայկական անձնագիրը, այնտեղ 8-եր, 9-եր եւ այլն։ Այսինքն մարդիկ արագ ինչ որ բաներ լրացրել են, զբաղվելով մասսայական կեղծարարությամբ։ Հիմա մենք ասում ենք եղբայր, դու իրավունք ունես, այսքան ներկայացված ապացույցներից եւ փաստարկներից հետո դու իրավունք ունես գնալ քո կամքով 5 տեղամաս ստուգել։ Նրանք հրաժարվեցին դա անել, եթե հիշում եք։ Նրանք ուղղակի հրաժարվեցին։ Ընդ որում ասելով, որ ըստ էության այդ իրավունքը ապացույց ստանալու նշանակում է լրիվ ուրիշ բան։ Երբ որ ես ասացի, իսկ ինչ է նշանակում այդ իրավունքը, ապացույց ստանալու, ինքը ասաց, այ վաղը կտեսնեք։ Եվ մյուս օրը մենք չտեսանք նորից, որ իրենք օգտվեցին ապացույցներ ձեռք բերելու իրանց իրավունքից։ Այսինքն դա լիակատար դեմագոգիա էր։ Նայեք, մինչև 2016-ի հունիսը պետք է ընդունվի ընտրական նոր օրենսգիրք եւ իշխանությունը արդեն հայտարարել է, որ պատրաստ են բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկումներ ծավալել, ամեն ինչ անել, որպեսզի այդ ընտրախախտումների հնարավորությունը, որոնց մասին նաեւ դուք քիչ առաջ խոսում եք, հասցնել նվազագույնի։ Նոր Հայաստանը հայտարարում է, թե նաեւ նրան անդամակցող Ժառանգություն կուսակցությունը հայտարարում է, թե չի ցանկանում մասնակցել նոր ընտրական օրենսգիրքի քննարկումներին, քանի որ ողջ այս սահմանադրական փոփոխությունների գործընթացը ոչ լեգիտիմ են համարում։ ՀԱԿ-ը ինչպիսի դիրքորոշում ունի, կմասնակցեք արդյոք այդ քննարկումներին։ Հիմա գիտեք, մի քիչ մեր քաղաքացիների նախատոնական տրամադրությունը փչացնելով, հուսով եմ ներողամիտ կլինեն մեր քաղաքացիները։ Ես պետք է ասեմ, որ այո, մենք գիտենք, որ մենք գործ ունենք հանցագործ մի իշխանավոր ռեժիմի հետ։ Այո, մենք գիտենք, որ իրենք ուզենալու են անել այն, ինչ որ վաղուց նախագծել են։ Այո, մենք գիտենք, որ իրականում այս սահմանադրական հանրաքվեի ընդունումը դա ընդհանրապես իրենց իշխանության պահպանման ծրագրի մի մասն է կազմում եւ պատահական չէ, որ ափալ-թափալ անցնում են հիմա ծրագրի երկրորդ մասի իրականացմանը, այսինքն ընտրական օրենսգրքի մշակմանը, որովհետեւ միանշանակ է, որ նրանք լուծում են իշխանության հարցանով, միանշանակ է, որ իրենց արագ պետք է ունենալ մի համակարգ, որտեղ իրենց քիչ թե շատ լավ կզգան եւ քիչ թե շատ հեռանկարներ կունենան իրենց իշխանությանը վերարտադրելու ուղղությամբ։ Հիմա մի քիչ տրամադրությունը լավացնելու առումով ասեմ հետեւյալը, որ իրականում այդ պլանը արդեն չստացվեց, այսինքն առաջի էտապում իրենք չստացան այն ինչ որ իրենց պետք էր։ Իրենց պետք էր ակնհայտ առավելություն այոյի ոչի նկատմամբ, ակնհայտ սահուն լեգիտիմ մի հանրաքվե, որը իրենք կարողանային մատուցել որպես ժողովրդի արտահայտված կամք, քաղաքական ուժերի կոնսենսուս, որից հետո այն երկրորդ մասը տեխնիկապես ավելի հեշտ կլիներ իրագործել, ընտրական օրենսգիրք ընդունել, իսկ հետո նաև ապահովել իրենց մեծամասնությունը։ Բայց բանն այն է, որ իրենց ընտրակեղծարար մեքենան իրականում այս հանրաքվեի ժամանակ շատ լուրջ պարտություն է կրել։ Մի նայեք, վերջնական արդյունքը իհարկե շատ կոպիտ խախտումներով վերջը ապահովեցին, բայց ինչ գնով են ապահովել։ Նախ բոլորի համար ակնհայտ է, որ ժողովուրդը գնաց եւ ոչ քվեարկեց, իրենք փաստորեն ոտնահարեցին ժողովրդի կամքը։ Արդեն բոլորը հասկանում են, որ նրանք լեգիտիմության վերջին մնացորդները կորցրել են։ Երկրորդը, տեսանք, որ տեղամասերում ձևավորվում է ազնվության բանակ, այն ինչի անունը ես դրել եմ ազնվության բանակ։ Դա վստահված անձանց, հանձնաժողովների անդամների, լրագրող ձեզ նման լրագրողների, նաև քաղաքացիական դիտորդների այն բանակն է, ում համար օրենքը, սահմանադրությունը, ազնվությունը ամեն ինչից ավելի վեր են եւ ովքեր դիմակայելով կեղծարար շայկաների այդ ազդեցություններին, չգիտեմ, սպառնալիքներին, կաշառելու բոլոր առաջարկներին մնացին միջև վերջ իրենց կոչմանը հավատարիմ եւ ապահովեցին ժողովրդի հաղթանակը եւ պարզվեց, որ կարելի է դա անել։ Պարզվեց,
որ հակառակ են մարդկանց, ովքեր ասում էին, որ դա հնարավոր չի, որ չգիտեմ, ընդ որում իշխանություններին օգնելով դրան, որովհետև իշխանությունն է հենց ասում իր պրոպագանդայով տարածում է, որ ոչ մի բան հնարավոր չի ընտրություններով փոխել։ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ նոր ընտրական օրենսգրքով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել այդ բոլոր ընտրախախտումները, որոնք դուք թվարկեցիք։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ իրականում ասում եմ, մենք դրական արդյունքների հասել ենք այս հանրակրվեում, քաղաքական ակտիվը դուրս է եկել հաղթանակած եւ արդեն ակնհայտ է, որ իշխանությունը թուլացած է, լեգիտիմությունը կորցրած է եւ ամեն ինչ չի գնում այնքան սահուն, ինչպես նրանք ուզում էին։ Իսա երաշխիքներ է ստեղծում, որ պարլամենտական ընտրությունների ժամանակ, լինեն դրանք արտահերթ թե հերթական, դիմադրությունը լինելու է շատ ավելի կազմակերպված, շատ ավելի ուժեղ եւ ազնվության այդ բանակը լինելու է շատ ավելի պինդ, շատ ավելի անկոտրում։ Հիմա, բայց դրա համար, որ ազնվության բանակը շատ ուժեղ լինի, դրա համար պետք է ունենալ, այո, ինչ որ կարևոր դրույթներ նաև ընտրական օրենսգրքում։ Մենք 2012 թվականին ներկայացրել ենք մեր պատկերացումները ընտրական օրենսգրքի մասին, դրանք հետևյալ են, մենք ասել ենք, որ պետք է լինի, մենք պետք է կարողանանք մատյանները բացել տանք, որտեղ հիմնական կեղծարարության բաները, այդ ապացույցները հենց այդ մատյանների մեջ են։ Այսինքն մենք դա այդ առաջարկը արել ենք։ Հիմա ատամներով պահում են, մենակ թե մատյանները չբացեն, որտեղ իրենց իշխանության հիմքը այդ մատյաններում է դրված, այդ կեղծված մատյաններում։ Երկրորդ առաջարկը, որ մենք արել ենք, դա ամեն տեղամասում տեսախցիկների տրամադրումն է, որը խնդիր ունենք, խնդրում եմ, բայց դուք եք հարցնում ընտրական օրենսգրքի հարցը հետևյալն է, մասնակցելու եք պատասխանում եմ ձեզ։ Մասնակցելու եք այդ քննարկումներին, որտեղ դեռ նախագիծը չկա, փետրվարին պետք է գա, հետո դուք նոր ձեր առաջարկությունները կներկայացնեք այդ ժամանակ։ Մեջ արդեն մեր հանդիսատեսին տեղեկացրեցիք, որ դեռ նման քննարկումներ կոնգրեսում չի եղել։ Բայց ես ասում եմ, որ այո, կան դրույթներ, եւ հենց այդ դրույթները փորձում են նկարագրել, որ իմաստ ունի ընտրական օրենսգրքում մտցնել այդ փոփոխությունները, եւ եթե դա արվի, իշխանություններին շատ ավելի դժվար է լինելու կեղծել ընտրությունները։ Ավելին ձեզ ասեմ, Եվրոմիության այդ ներկայացուցիչների եւ Եվրոմիության անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որը 3-4 օր առաջ կայացավ, մենք խոսեցինք հենց դրա մասին։ Այսինքն, այստեղ անգամ հնարավոր է համագործակցություն։ Օրինակի համար, այսօր ամբողջ, ասեմ, միջազգային համայնքը շատ կատաղած է, ջղայնացած է այս հանրակրվեի ընթացքով։ Այսինքն նրանք շատ ավելի հիմա տրամադրված են ավելի խիստ միջոցների, այս իշխանություններին թարազուի բերելու, մի քիչ դա նաև ձեզ այդ հանդիպումների ընթացքում են այդ մասին դա նաև արտահայտվեց մեր հանդիպումների ընթացքում եւ մասնավորապես նրանք հակված են հիմա, որ օրինակի համար մենք ինչ որ չափով միասնաբար մշակենք այնպիսի դրույթներ ընտրական օրենսգրքում, որոնք թույլ չեն տա իշխանությանը իրանց ընտրակեղծարարությամբ զբաղվել, մյուս կողմից էլ կստանան միջազգային հանրության եւ ընդդիմության աջակցությունը։ Հասկանալի է, չէ՞, եթե լինի դրույթների մի համակարգ ընտրական օրենսգրքում, որը ունի ընդդիմության աջակցությունը, որը ունի միջազգային հանրության աջակցությունը, այդ դեպքում իշխանությունները, ինչքան էլ իրենք հիմա շատ ձայն ունեն պարլամենտում եւ պահում են պարլամենտը իրանց վերահսկողության ներքո, շատ դժվար կլինի։ Այսինքն ամենայն հավանականությամբ դուք կմասնակցեք այդ քննարկումներին, կարելի է ենթադրել հաշվի առնելով այդ կարևորությունը։ Եթե դուք անձնական կարծիքն եք համարում, ես կարծում եմ, որ պետք է կազմակերպել արդյունավետ գործընթաց, որի մասին ես խոսում էի, որ կարողանանք ազդել ընտրական օրենսգրքում կարևորագույն փոփոխություններ մտցնելու ուղղությամբ։ Մատերի թանաքատում է, տեսախցիկների տեղադրում է, չգիտեմ, մատյանների բացումն է, հրապարակայնացնել այդ ստորագրված մատյանները եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչի համար պետք է կռվել։ Ես ընդհանրապես փորձը ցույց տվեց, այս ուզում եմ սանով միգուցե ամփոփել։ Փորձը ցույց տվեց։ Հաղթանակը չի ձեռք բերվում ճակատամարտից կամ կռվից խուսափելով։ Սա բան է, ընտրական գործընթացներ են։
այստեղ իշխանությունը գալիս է եւ եթե չի տեսնում որևէ դիմադրություն, վերցնում է ինչ որ կարող է։ Ու ինչքան շատ է վերցնում, այնքան դրանից հետո ավելի դժվար է նրանից ինչ որ բան խլել։ Այս առումով ես կարծում եմ, որ այն ինչպես մենք արեցինք հիմա եւ ժողովուրդը հավատաց եւ մեր կոչին հետեւեց եւ գնաց քվեարկեց պաշտոնապես ստացանք 424,000 ձայն, որը աներևակայելի արդյունք էր, որը իրականում նշանակում է, որ ժողովուրդը ջախջախել է իշխանությանը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է գնանք այո, կռվենք, իսկ Հայ ազգային կոնգրեսը այն քաղաքական ուժն է, որ ճակատամարտերից երբեք չի խուսափել, այս իշխանությանը ինչ որ պետք է իր դեմքին ասել է եւ մինչեւ վերջ պայքարել է ու պայքարելու է եւ վերջապես հասնելու է մեր ժողովրդի ազատագրմանը այս կեղեքիչ ռեժիմից։ Եղավ շատ շնորհակալություն, պարոն Զուրաբյան։